Հայաստանում հազարավոր մարդիկ աշխատում են օրական 10-12 ժամ, բայց ստանում են նույն աշխատավարձը, ինչ 8 ժամ աշխատողը։ Մարդիկ աշխատում են երկար, հաճախ ուժասպառ, բայց չեն ստանում ոչ արդար վարձատրություն, ոչ պաշտպանություն, ոչ հարգանք։ Օրական 10-12 ժամ աշխատանքը շատերի համար դարձել է սովորական, իսկ արտաժամյա վճարը բացառություն։ Մարդիկ լռում են, որովհետև վախենում են կորցնել աշխատանքը, եւ այդ լռության վրա կառուցվում է շահագործման մի ամբողջ համակարգ։ Սա միայն աշխատաժամանակի կամ աշխատավարձի հարց չէ, սա առողջության հարց է, սա ընտանիքի հարց է, սա արժանապատվության հարց է, սա պետության արդարության չափանիշի հարց է։ Երբ մարդը շատ է աշխատում, բայց շարունակում է աղքատ մնալ, խնդիրն արդեն անհատի մեջ չէ, խնդիրը համակարգի մեջ է։ Օրենքը Հայաստանում հստակ ասում է 40 ժամից ավել աշխատանքը պետք է սահմանափակվի եւ բարձր վճարվի, բայց իրական կյանքում հաճախ հակառակն է, ավել աշխատանք, նույն կամ երբեմն նույնիսկ ավելի ցածր վարձատրություն։ Մենք չենք կարող կառուցել ուժեղ պետություն թույլ աշխատողի վրա։ Մենք չենք կարող ունենալ առողջ հասարակություն հոգնած եւ անպաշտպան մարդկանցով։ Մենք չենք կարող խոսել արդարությունից, եթե աշխատանքը չի ապահովում արժանապատիվ կյանք։ Հայաստանում աշխատանքը պետք է դադարի լինել վախի աղբյուր եւ դառնա արժանապատիվ կյանքի հիմք։ Աշխատողը պետք է լինի պաշտպանված, իսկ օրենքը գործող։ Եթե դու աշխատում ես ավելի շատ, բայց ստանում ես պակաս, դա քո ձախողումը չէ, դա համակարգի անարդարությունն է, եւ այդ անարդարությունը փոխելու ժամանակը եկել է։ Մի լռիր, պահանջիր արդար աշխատանքային պայմաններ։ Աշխատանքը պետք է ապահովի արժանապատիվ կյանք։ Սա մարդու իրավունք է, եւ մենք դա կպաշտպանենք։